Բարև, արի խոսենք, ինչից ուզենք։ Պատկերացրեք վաղն արթնանում եք, մտնում եք խոհանոց, բայց ձեր սիրելի առավոտյան սուրճը չկա։ Մտնում եք սուպերմարկետ, իսկ դարակների ավելի քան կեսը դատարկ է։ Չկա խնձոր, չկա շոկոլադ, չկան նույնիսկ կաթնամթերքն ու միսը։ Թվում է, թե ապոկալիպտիկ ֆիլմի սցենար է, բայց սա կդառնա մեր դաժան իրականությունը մեկ պայմանի դեպքում, եթե մոլորակից անհետանան մեղուները։ Բաժանորդագրվեք ալիքին ու մի թեթև լայքեք այս վիդեոն, իսկ ես պատմեմ։ Ալբերտ Էյնշտեյնին հաճախ են վերագրում մի սարսափելի միտք։ Եթե մեղուները վերանան երկրի երեսից, մարդկությանը կմնա ապրելու ընդամենը 4 տարի։ Բայց գիտեք որն է ամենահետաքրքիրը։ Հանճարեղ ֆիզիկոսն իրականում նման բան երբեք չի ասել։ Սա ընդամենը շատ հայտնի միֆ է, որը շրջանառության մեջ է դրվել 1994 թվականին մեղվաբույծների բողոքի ակցիաների ժամանակ, խնդրին էլ ավելի մեծ հնչեղություն տալու համար։ Բայց այն, ինչ կկատարվի մեր մոլորակի հետ առանց մեղուների, ցավոք, բոլորովին միջ չէ։ Եկեք նախ հասկանանք, թե ինչու են այս փոքրիկ միջոցներն այդքան կարևոր։ Մեղուները պարզապես մեղր արտադրող մեքենաներ չեն, նրանք աշխարհի գլխավոր փոշոտողներն են։ Մարդկության սննդակարգի մոտ 30%-ն ուղղակիորեն կախված է մեղուներից։ Աշխարհի 100 ամենակարևոր գյուղատնտեսական մշակաբույսերից 70-ը փոշոտվում են հենց նրանց կողմից։ Եթե մեղուները չլինեն, մենք կկորցնենք բոլոր ցիտրուսային մրգերը, ինչպես նաև սոխը, կաղամբը, լոլիկը, ավոկադոն։ Իսկ օրինակ նուշն ամբողջությամբ 100%-ով կախված է մեղուների փոշոտումից։ Գիտեմ, շատերը կասեն, դե լավ, միրգ ու բանջարեղեն չեն ուտի։ Կանցնենք մսի ու պանրի, բայց արի ուտես, որ կաթնամթերքն ու մսամթերքը նույնպես կանհետանան։ Ինչու՞։ Որովհետև կովերն ու խոզերը սնվում են առվույտով և երեքնուկով, որոնց ապահովման համար կրկին անհրաժեշտ են մեղուները։ Առանց մեղուների չկա կեր, առանց կերի չկա անասնապահություն։ Բայց կարծում եք միայն մեր ստամոքսն է տուժելու։ Իհարկե ամենևին ոչ։ Մեղուների անհետացումը կբերի համաշխարհային տնտեսության փլուզման։ Գյուղատնտեսությունը տարեկան հարյուրավոր միլիարդ դոլարների վնաս կկրի։ Կտուժի նույնիսկ նորաձևության արդյունաբերությունը։ Բամբակը նույնպես փոշոտման կարիք ունի։ Առանց մեղուների բամբակի արտադրությունը կտրուկ կնվազի և սովորական բամբակի շապիկը կդառնա շքեղության առարկա։ Ավելին, դեղագործությունը հսկայական հարված կստանա, քանի որ շատ դեղամիջոցների հումքը ևս հանդիսանում է հենց փոշոտվող բույսը կամ բույսերը։ Հիմա հասանք ամենահետաքրքիր ու ամենավիճելի կետին։ Վերջին տարիներին, երբ աշխարհում սկսվեց մեղուների զանգվածային անհետացման սինդրոմը, համացանցում հայտնվեց մի վարկած, իբր ինտերնետը, Wi-Fi-ը և հատկապես 5G ալեհավաքները մահացու են մեղուների համար։ Արդյոք սա ճիշտ է, թե հերթական դավադրության տեսությունն է։ Եկեք դիտարկենք գիտական փաստերը։ Մեղուներն ունեն յուրահատուկ նավիգացիոն համակարգ։ Նրանց որովայնի հատվածում կան մագնիսական բյուրեղներ, որոնք օգնում են մեղուներին կողմնորոշվել երկրի մագնիսական դաշտի միջոցով իհարկե։ Որոշ լաբորատոր հետազոտություններ ցույց են տալիս, որ բարձր հաճախականության էլեկտրամագնիսական ճառագայթումը իսկապես կարող է խանգարել մեղուների ներքին GPS-ին։ Արդյունքում փեթակից դուրս եկած մեղուն պարզապես մոլորվում է ու չի գտնում տունդարձի ճանապարհը։ Այնուամենայնիվ, գիտնականների ճնշող մեծամասնությունը նշում է կարևոր մի փաստ։ 5G-ն ու ինտերնետն ամենամեծ չարիքը չեն։ Այո, դրանք կարող են սթրեսի ենթարկել միջատներին, բայց մեղուների իրական մարդասպանները շատ ավելի պարզ են ու դաժան։ Առաջին հերթին դրանք պեստիցիդներն են, հատկապես նեոնիկոտինոիդները, որոնցով մարդիկ անխնա սրսկում են դաշտերը։ Դրանք ազդում են մեղվի նյարդային համակարգի վրա և առաջացնում են կաթված։ Երկրորդը վառոա կոչվող տզերն են, որոնք կպչում են մեղուներից, քամում նրանց հեղուկը և մահացու վարակներ տարածում։ Եվ երրորդը կլիմայական փոփոխություններն են ու ուրբանիզացիան։ Մենք կտրում ենք ծաղկող տարածքները, դրանց տեղը բետոնե ջունգլիներ կառուցելով,
զրկելով մեղուներին բնական միջավայրից։ Աշխարհն առանց մեղուների կլինի մոխրագույն, անհամ և սոված։ Ու թեև Էյնշտեյնի 4 տարվա տեսությունը պարզապես միֆ էր, այն, որ առանց մեղուների մարդկությունը կբախվի գոյատևման ահռելի ճգնաժամի, գիտական անհերքելի փաստ է։ Ինչ կարող ենք անել մենք։ Շատ պարզ բաներ, օրինակ պատշգամբում կամ բակում տնկել մեղրատու ծաղիկներ, նարդոս կամ արևածաղիկ և հնարավորինս խուսափել քիմիական թունաքիմիկատներից։ Մենք բնության մի մասնիկն ենք և մեր բարեկեցությունն ուղղակիորեն կախված է այս աշխատասեր միջատների թևերի թափահարումից։ Իսկ ինչ եք կարծում դուք։ Արդյոք նորագույն տեխնոլոգիաներն են մեղավոր, թե մարդու անփութությունը։ Գրեք մեկնաբանություններում և հիշեք, այստեղ դուք կգտնեք ամեն ինչ։